Գրանցված չի եղել ՆԳՆ-ում, ապօրինի աշխատել է իր համար։ Տեսա՞ք իմ ասածը։ Այս մեկի տան վրա անկավ։ Տեսա՞ք ոնց գցեցին։ Սա Առնջում է, Երևանին ամենամոտ գյուղերից մեկում։ Այստեղ սեփական տների հարևանությամբ բարձրահարկեր են կառուցվում։ Հենց մեր նկարահանումների պահին էլ կառուցվող շենքից փայտի կտոր են կնում բնակելի տան վրա։ Ալվարդ Մխիթարյանն արդեն 1 տարի պայքարում է այս շինարարության դեմ։ Այնքան ստորագրություններով բանով միջև շենքտուղությունը ուղարկեցին քաղաքապետարան պարոն Բաբայանին, որ հանկարծ շենքտուղություն չկա, բայց նրանք արհամարհացում են բոլոր քաղաքացիներին։ Ըստ փաստաբան Սոս Հակոբյանի, համայնքապետարանը գիտեր, որ տվյալ գոտում նման կառուցապատումն արգելվում է, բայց թույլտվությունը տվել է։ Տեղի ունենում կենսամիջավայրի փոփոխություն։ Այո, իրենք ձևական իմաստով ստացել են այդ թույլտվությունները եւ փորձաքննությունների դերական եզրակացությունները, բայց այդ ենթակառուցվածքները չկան։ Վիճակագրությունը փաստում է, թեև եկամտահարկի վերադարձի ծրագիրը լքում է Երևանը, մայրաքաղաքը դեռ կրում է դրա ծանրությունը։ Հին թույլտվությունների հաշվին ապահովելով հանրապետության շինարարության 68%-ը, իսկ մնացած ծավալը կենտրոնացել է Երևանի շեմին։ Ամենաշատը կառուցապատվում է Կոտայքը, որին հաջորդում է Արմավիրն ու Արարատը։ Ստացվում է, օրենքը հեռացավ Երևանից, բայց մնաց մայրաքաղաքին սեղմված։